Հայրենակիցներ, ազգային ժողովի նախագահն ասում է գնացեք ծանոթացեք, դա զեկույցի ներկայացման տեսակ է, ներկայացման ժամանակ նաև հարց ու պատասխան կա, Աշոտին հարցնեմ, պարոն Սիմոնյան, առաջի բաժնի պետին, իրան հարցնեմ այդ հարցերը, հենց այդ հարց ու պատասխանի ընթացքում նաև պարզ կդառնա, թե ինչի ընդդիմությունը հենց ի վերուստ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը, որովհետև գիտեինք ինչ էր լինելու, ում եք մրոտելու, ում եք լողացնելու, սպիտակացնելու և ներկայացնելու հունիսի 7-ին։ Դա է իրականությունը։ Իդեպ Աշոտին ազգանունը չեմ անում, բայց բոլոր հարցերին շատ պարկեշտ, շատ պատշաճ, շատ ճիշտ և սպառիչ պատասխաններ ա ներկայացնում։ Ի տարբերություն շատերի, ովքեր ստեղից ներկայացնում են օրենսդրական նախաձեռնություններ և մեր հարցերին են պատասխանում։ Հիմա Դոնթի բանաձևի հետ կապված, այո, շատ ճիշտ նկատեցիք, Դոնթի բանաձևով ընդդիմությանը պաշտոններ են հասանելի։ Հիմա հիշեցնեմ այդ ընտրությունները ինչպես տեղի ունեցան։ Քանի անգամ ազգային ժողովի ընդդիմությանը վերապահված փոխնախագահի քվեարկությունները սաբոտաժի ենթարկեցիք։ Նշեցիք անվտանգության հարցերի հանձնաժողովը, որտեղ այո ընդդիմությանը վերապահված է փոխնախագահի հաստիկ պաշտոնը։ Քանի անգամ դեմ քվեարկեցիք։ 14, շնորհակալություն։ Այսինքն ի՞նչ է տեղի ունենում։ Օրենքով այո նախատեսված է, բայց դուք ասում եք օրենքով ձեզ է նախատեսված, բայց մեր քիմքին հաջող մարդու պետք է նշանակեք։ Բարև ձեզ, ձեր մեծամասնության։ Դուք առաջարկեք, բայց մենք կորոշենք։ Հետո ինչ եղավ ազգային ժողովի փոխնախագահին քվեարկեցիք, հեռացեցիք պաշտոնից հանձնաժողովի նախագահներից մեկին, բա դրանից հետո էս գրոտեսկին պիտի մասնակցենք, իհարկե ոչ։ Արծվիկ Մինասյան, որը խոսի նաև խմբակցության անունից։ Վերջին նստաշրջանի հենց սկզբից միանգամից մեծամասնությունը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում շարունակել իր ապօրինի գործողությունները, այդ թվում նաև սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունները չարաշահելով։ Ուզում եմ արձանագրել երկու կարևոր հանգամանք։ Նախընթաց ամբողջ ժամանակահատվածում դուք վերից վար ոտնահարելով սահմանադրական կարգավորումները ոչ միայն արհամարել եք ժողովրդի վստահության այն քվեն, որ տրված է ընդդիմությանը, այլ նաև ամեն ինչ արել եք, որպեսզի երկրում ընդդիմությունը չօգտվի իր բոլոր կամ ոչ բոլոր անգամ նվազագույն հնարավորություններից և իրավունքներից։ Ես ուզում եմ հիշեցնել ոչ միայն իմ գործընկերը արդեն նշեց այն առատավոր վարքագիծը, որ դուք ցուցաբերում եք, խորհրդի մասն եք խոսում, պարոն Սիմոնյան, ես մի երկու անգամ ներկա եմ եղել, դուք անգամ ընդդիմությանը բարեկամական խմբերում, վերապահված տեղերում առաջարկը ձեր քվեարկությամբ մերժում եք։ Այն նվազագույն իրավունքը, որ տրված ընդդիմությանը, ձեր մեծամասնությամբ մերժում եք։ Դուք մերժում եք ընդդիմության առաջարկները ազգային ժողովի նիստերում հարցեր քննարկելու։ Դուք առհասարակ ամեն ինչ եք մերժում։ Դուք մերժել եք նաև Հայաստանի Հանրապետությունը, դուք մերժել եք Արցախի Հանրապետությունը, դուք մերժել եք Հայաստանի քաղաքացուն։ Հիմա եկել եք այստեղից կանգնել եք, հոխորտում եք ընդդիմության վրա, ինչի՞ չեք գնում ծանոթանալ։ Մեծ մասը ընդդիմության ապօրինի քրեական գործերի հարուցման տակ է, ներառյալ ես։ Այո, եւ ըստ օրենքի ես իրավունք չունեմ փաստորեն ծանոթանալու այդ զեկույցին։ Եվ նորից եմ կրկնում, ապօրինի քրեական հետապնդման ենթակա մեր գործընկերների մասով։ Հիմա դուք հոխորտում եք ում վրա, հոխորտացեք իրավապահ մարմինների վրա, որ նման ապօրինություններ չանեն։ Հոխորտացեք ձեր գործընկերների վրա, որ արհեստական թեմաներ են գեներացնում։ Հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել Սահմանադրությամբ պաշտպանվող հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Հոխորտացեք այդ ուղղությամբ, ոչ թե ընդդիմության վրա։ Այո, վերջին նստաշրջանն է եւ ես
հույս ունեմ, որ հաջորդ նստաշրջանը արդեն նոր գումարման ազգային ժողովում այս ամբիոնում նստած չի լինի ԿՊ-ն։ Առնվազն իշխանության մակարդակով։ Նստած չի լինի, որպեսզի սահմանադրական կարգը վերականգնվես երկրում։ Մեր երկրում դուք տապալել եք։ Իսկ ինչ վերաբերում է զեկույցը օրակարգում չընդգրկվելուն, շատ ճիշտ է, որ չի ընդգրկվել։ Եվ ես այստեղ հրապարակային ասում եմ, դուք շարժվել եք օրենքով։ Եվ ճիշտ է կարևոր չընդգրկել, որովհետև հանձնաժողով չկա։ Ինչպես որ տարի ու կես առաջ, 2 տարի առաջ ես պնդում էի, որ հանձնաժողովի ժամկետը ավարտվելու հիմքով հանձնաժողովը այլևս չի կարող որևէ ձևով հանձնաժողով որպես ներկայանա։ Տեսեք, զեկույցի մասով զեկույցը հանձնաժողովը ստեղծում է հանրությանը հետաքրքրող հարցերին պարզաբանում տալու համար։ Հանրությանը պարզաբանում տալու համար։ Հանրության մոտ կասկածները, որոնք որ կան, շարունակում են մնալ։ Եվ բոլոր են հանձնաժողովները, ներառյալ բոլոր նրանք, որոնք որ զեկույց էլ չեն ներկայացրել, որպեսզի չասեք, այն մյուս հանձնաժողովներն ուր են։ Հանրության մոտ այս կասկածները չեն փարատվել։ Վերջ, սա է արձանագրումը։ Իսկ ինչ վերաբերում է բոլոր են հարցադրումներին, թե ով է պատասխան տալու վաղը մյուս օրը, ես համոզված եմ, որ իշխանության փոփոխությունից հետո այն իշխանության ժամանակ, երբ տեղ են ունեցել ենթադրյալ հանցանքները, դրանք այն ժամանակ են բացահայտվելու։ Ոչ թե այն իշխանության օրոք, որի ժամանակ ենթադրյալ հանցագործությունները կատարվել են։